Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, հետախույզի օրագիրն է եթերում FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընթունիչները, կամ դուք մեզ դիտում եք YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում, նաեւ բաժանորդագրվեք լրատվական ռադիոյի գործարար ալիքին, սոցիալական հարթակներում, հիշեցնեմ, սա հետախույզ Վովա Վարդանովի հեղինակային հաղորդաշարն է, ով եւ առաջին խոսափողի մոտ է։ Ես Դավիթ Խումարյանն եմ, երկրորդ խոսափողի մոտ եմ, ողջույն հրամանատար։ Ողջույն։ Նախկին շատ վաղուցվա հետախույզ։ Նախկին հայտնի հետախույզ։ Ոնց որ ասում են ժամանակին, հայտնի աշխարհարչակ հետախույզ։ Հրամանատար, մենք երևի թե վերջին անգամ տաղավարում իրար հետ զրուցել ենք 2 ամիս առաջ կամ 3 ամիս առաջ։ Երբ Միացյալ Նահանգներ, Իսրայել, Պարսկաստան ռազմական գործողությունները նոր էին սկսվում, որ տարբեր իրադարձություններ տեղի ունեցան, ասեմ, որ մենք ամսի 9-ին ենք տեսած զայնագրվում, 3 նախագահ Տրամփն ասել է, որ չի բանակցելու պարսիկների հետ եւ ոնց որ էսկալացիայի նոր էտապ է սկսվում, հա? Ոնց որ թե հա, բանը, որ մտածում ես, մեր համար ամենավատագույն սցենարներից մեկն է զարգանում, կոնֆլիկտի երկարաձգում։ Երբ որ ես մի տեղ ընկերներով նստած էինք, ասեցի, որ մեր համար մեկը Պարսկաստանը կպարտվի, թե կհաղթի, կարևորը ինքը որպես պետություն պահպանվի, եւ պահպանվելով պետականությունն ավելի կարևոր, քան ասենք իր ղեկավարման ձևը կամ անձը, շատեր ասին, ինչ ես խոսում, Իրանը առանց դրա չի պահպանվի, ոչ, Իրանը դա մեծ գաղափար է, Իրան պետությունը, ինքը պոստկայսրություն է եւ չմոռանանք, որ Ավետիք Իսահակյանի որոշ պոեմներ պարսկական պոեզիայի, ասենք, ոճի մեջ է գրված, թուրքերն են, ասենք, միջև հիմա պարսկական ազդեցության տակ, Կովկասը դրա տակ է, ասենք, то есть ինքը քաղաքակրթություն ավելի շատ, քան պետություն, բայց այդ քաղաքակրթությունը պահպանելու, պահելու համար պիտի լինի նաև իր հիմքը, իսկ հիմքը պետությունն է, Իրան պետությունն է, որին ես հազարամյակներ եմ մաղթում, անկախ դրանից թե ով է կառավարում, եւ մեր համար շատ կարեւոր է, որ այդ կոնֆլիկտը շուտ մարի։ Միջև հիմա, ասենք, սկսել էր մի քիչ դզվել, էլի, ասենք, միջև 3-4 օրը արդեն որոշ բեռներներ էին գալի Իրանից, ու հիմա կին, ոնց որ ասած, ընկավ այդ կանգնեցինք պոլիպեդի վրա մենք, էլի, չունենալով ալտերնատիվ, չէ, ունենք ալտերնատիվ, բայց չգիտեմ, երևի մի քիչ էլ անհեռատեսությունից, թե քաղաքական արտաքին քաղաքականության վեկտորը փոխելուց նաև Վրաստանի ուղղությունը մեր համար ավելի բարդ է դառնում, որտեղ Վրաստանը պահում է ոնց որ ասած նեյտրալ վիճակ, իսկ այն ուժերի ազդեցությունը Հայաստանում աճում է, որը որ պահանջում է, որ մենք կողմ բռնենք, եւ մենք Վրաստանի պես չենք կարող, էլի, ոնց որ ասած, ասենք, չէ, մենք նեյտրալ ենք ու վերջ, դուք այնտեղ մեծ կենթանիներով ձեր հարցերը լուծեք, ցավալի է, մենք դա բայց ինչը ճիշտ չենք, էլի, դա շատ ճիշտ կլինի, նեյտրալ Հայաստանը ամենաճիշտ լուծումն է, դա 90-ական թվականներին էր պարզ, եւ այնպես չի, որ Հայաստանի ոնց որ ասած ղեկավարությունը դա չէր հասկանում, ինքը հասկանում էր եւ միշտ եղել է, ասենք, ազատագրված հողերի մի մասը կամ ամբողջությամբ, ասենք, վերադարձնել խաղաղության դիմաց եւ այդ բանով, ասենք, մի ուժային բևեռից, ոնց որ ասած, հեռանալու բաներ դառնում, էլի։ Ես նաև դրա համար եմ հենց այս տաղավարում մի քանի անգամ ասել, որ խաղաղապահը մեր համար չարիք է, որ խաղաղապահը հայտնվի, համ հույսն ենք դնում իր վրա, համ էլ մեր կախվածությունն է ուժեղանում այդ խաղաղապահի ներկայությունից, իսկ այդ վաղ դիտարկվում էր խաղաղապահը միայն ռուսը։ Ռուս տենց էլ եղավ ու ցավալիա, ես ճիշտ դուրս եկա, շատ եմ ցավում, որը տենց ստացվեց։ Հիմա Իրանը նորից կոնֆլիկտի բանի մեջ, ոնց որ ասած, վերարտադրվող կոնֆլիկտի մեջ հայտնվեց, ընդհանրապես պատերազմները շատ դժվար են մարում, իրանք ունենում են sense post այ ոնց որ հեռացնում են մեկի ոտը, մեկ էլ այդ մարդը ասում է ոտը, հա, ֆանտոմային ցավ էր, որովհետև
բանա խոցումներ են եղել, անկերատազովել են, վայրենությունը քեշեք, երբ որ աղջիկերքին ասենք դպրոցում, ես միջև հիմա դրա ազդեցության տակ եմ, էլի նույն ձևով ոչ պակաս վայրենություններ, ասենք, որ մտածում ես հյուրանոցին խփելը, լավ հասկացանք մի հարգում խոսքի ամերիկացիներ էին, բա երկրորդ հարգում, բա այն մյուս, բա վերևի, ներքևի, то есть չի կարելի էլի այտենց բան անել։ Նույն ձևով այդ գեր ճշգրիտ հարվածներից ամերիկյան, եթե սպանվել է 20 քանի պաշտոնյա, բա այդ 1000 զոհ ովքեր են։ Չէ, դե դու ընտանիքներ կան։ Հա, այդ եմ ասում, սապուստուющий ущерб, էլի։ Թորնիկը լրիվ մանուկ շատ փոքր երեխա։ Եվ այդ ամեն ինչը հեշտ չի ներել ու տենց չի, որ ինքը այդ բանա լավինայի նման վերևից ճիշնում է, անում ես sense մի հատ կամքով, բանով, նույնը մեր ղեկավարությունն է, չարաչար սխալվում, որ ինքը մտածում է, որ ինքը կարա կոնֆլիկտը բանա Ալիևի հետ բան անելով սեղմումով եւ ժպտալով իրար ավարտի երկու կողմից էլ 100% ոչ միայն մենք, այլ նաեւ նրան։ Դավջան, ես մի քանի անգամ ասել եմ, էլի, որ պատերազմը կարա սկսի դիրքի ավակը, պատերազմի հրամանը կարա տա դիրքի ավակը, որը որ ինչ մի բան թվա աշկին կամ իրական բան լինի, եւ դա բերի, ասենք, լայնածավալ գործողությունների եւ եթե բավարար ուժ կամ կամք չունենա պետության ղեկավարները, ասենք, երկկողմանի, այդ կոնֆլիկտը զարգանա, դառնա պատերազմ։ Դիրքի ավակից, սերժանտից, ժամապահից կարա լինի, որի սմենի ժամանակ ես իմ ինչ եղավ էլի։ Հիմա այդ չեմ կարծում, որ բանա, ոնց որ ասած, բարձր ղեկավարությունն է որոշել։ Լինում է, որ պոչը շնով խաղում է, էլի, որովհետև 3 առաջ օրներ կարծեմ այդ նավակներին, որ իրանական խոցեցին ամերիկացիք, դրա պատասխանը եղավ տանկերների արգելքը, որտեղ այդ նավակներն էին ոնց որ թե այդ բանը դեմ առնում տանկերների ու ասում էին ֆռացեք, հետ գնացեք, եթե փաստաթղթերը չունեք։ Ամերիկացիք խոցեցին այդ նավակներին, որ ասած Իրանը արդեն դրան ի պատասխան խոցեց այն նավերին, ումը որ առաջնային, ասենք, հերթեր կազմակերպել Ամերիկան։ Ու դա էլի կարա զարգանա ու բերի, ասենք, էլի մի քանի ամիս մենք հետ ընկնենք, մեր բեռները էլի լրվի, ասենք, իրանական նավահանգիստներում, բեռնափոխադրումները վտանգված են, որովհետև, ասենք, այդ բեռյով որ մեքենան գնում է, խոսքի 4-5 մեքենա, դա պուսկավոյ ուստանովկա է հրթիռների համար, որ պետք է խփի պայմանական Տել Ավիվին, թե Հայաստանի բեռնա, դա շատ գրեթե անհնար է ճշտել անօթաչուից, էլի, գրեթե չէ, հենց անհնար է, պետք է դաշտում լրտես ունենաս, որ գա բացի բրեզենտը կամ դուրը բացի տենա, որ ընդ հայկական խոսքի Հայաստանի կողմ, կամ էլ ցեմենտ, ասենք, կարճ ասած մենք էլի կառուցության մեջ ենք դժվարին հայտնում։ Փորձենք քրոնիկոն անենք, հա, տեն շատ լայն էտապներով, այս ամերիկա-պարսկական պատերազմի սենց էր էլի իրավիճակը, ամերիկացիներին մեզ թվում էր, որ ամերիկացիներին թվում է, որ երբ գլխատվի պարսկական քաղաքական էլիտան, հարցը կլուծվի։ Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին գլխատեցին Պարսկաստանի քաղաքական էլիտան, ժողովուրդը միավորվեց, դիմակայեց եւ իմ տպավորությամբ միգուցե ես սխալվում եմ։ Պատերազմը այն ժամանակ կանգնեց, որովհետև Միացյալ Նահանգներն ու Իսրայելը եկան մի կետին, որ դրանից հետո կամ պիտի սկսվեր օպերացիա Գետնին, կամ պիտի դադարեր, որովհետև այդ մարտավարությունը, գործողությունների, այսինքն հեռահար հարվածները սկսեցին որևէ արդյունք չտալ, իրավիճակ չփոխել։ Արդյոք հիմա մենք նույն վիճակում չենք եւ արդյոք հեռահար հարվածները ինչ որ մի բան են փոխելու։ Դավջան, ցես պահ կա ռուսական ճակատը, որտեղ Կիևն ու Մոսկվան իրար հետ մրցակցում է, թե ում սվորդն ավելի երկար, արևմուտքը, դե արևմուտքի առաջնորդը երկրագնդի հեգեմոն Ամերիկան է, էլի, որ մտածում ես, ու այն ձևական խաղերը, որ ինչ ուզում եք արեք, բան դա սա սուտ էլի, ասենք, հեքիաթները, ասենք, լայն մասաների համար,
Այնտեղ էթում է ռեալի մեջ պատերազմի մեծ հնարավորություն ունեցող Ռուսաստանի դեպքում գոնե Ուկրաինայի դեպքում չէ, ինքը մի կերպ ասենք ձգում, ինքը գնում է ասենց դանդաղ, ոչ առաջ, ոչ հետ, ասենց շատ դանդաղ, բան չէ։ Հիմա այդ ռուսական կամ ուկրաինական սցենար են ինձ թվում է Իրանում բան անելու։ Այդ մեր համար շատ վատ է։ Շատ սարսափելի։ Երկարատև, դիրքային, տենց շուտ մի հատ ռազմական գործողություններ են լինելու մեր արևանում։ Մեր համար դա սարսափելի վատ է։ Դա լայնածավալ, ասենք, գործողություններ են, որոնք շատ դանդաղ, ասենք, տեմպ ունեն, ու այդ դանդաղ տեմպը գործին էփելու բաննա լինելու եւ դրա հաշվին իհարկե մի քիչ վնասը փոքրանալու է, փախստականների մեծ հոսք չի լինում ამ դեպքում մարդիկ հաշտվում են, որ իրանց քաղաքում խփեցին ոստիկանական, ասենք, շենքին, հետո խփեցին ինչ-որ զորամասի, խփեցին ինչ-որ սնունդի պահեստի կամ չգիտեմ կամուրջին խփեցին, կամած ընտելանում են եւ մեծ փախստականների հոսք չի լինում։ Այդ առումով վնասը համեմատաբար մի քիչ ավելի քիչ է լինում, բայց որ տնտեսական կյանք այնտեղ կանգնելու է եւ այդ թվում լոգիստիկ ուղիները Իրանով անցնող մեր համար շատ կարևոր, ոչ թե բարթանալու են, այլ գեր բարթանալու են։ Այնտեղից բանա ինչ որ ապրանք Իրանով անցկացնելը դառնալու է մի հատ ռազմական օպերացիայի, ասենք, չգիտեմ ինչի, պլանավորման իդեպ այդ վաղ կարող է բանա բիզնեսի մեջ լուրջ, ասենք, ուղեղներ էլի առաջանան, ասենց զորավար Հանիբալի կամ Ալեքսանդր Մակեդոնացու մակարդակի։ Ոնց իրանց ապրանքը հասցնեն։ Ոնց ապրանքը բերեն հասցնեն Հայաստան, ասենց անկանխատեսելի հատվածներում վառվող, պայթող, գմփացող, փլվող, ասենք, Իրանի տարածքով։ Սարսափելի, ասենք, հետևանքներ լինելու տնտեսական առումով, ել չեմ ասում քաղաքական, որովհետև թուրքական աշխարհը էլ ավելի է ուժեղանալու։ Ինձ թվում է այդ ռուսական եւ բանա իրանական որոշ մեկնաբաններ, քաղաքագետներ, որ խոսում են, որ պոստմոդեռն կոչված է, ասենք, որը հիմա առաջնորդում է Ամերիկան, ինքը փորձում է քանդի հենց ցիվիլիզացիոն կենտրոնները։ Ռուսաստանը իհարկե այդ աստիճան ցիվիլիզացիոն կենտրոն չի, ինչքան Իրանը, բայց ինչ որտեղ sense մի քիչ ավելի փոքր կենտրոն է ինքը։ Ես չափսերի հետ չեմ, ես աշխարհի վրա ազդեցության հետ եմ, իր շրջապատի վրա քաղաքակրթական ազդեցության հետ եմ։ Ես երբ որ նման բան ասում եմ, ով պատմություն լավ չի իմանում, ասենք, կամ հատվածային լավ չի իմանում, ասում են դե Իրանը ինչ ազդեցություն ունի խոսքի, Նադիր Շահից հետո ոչ մի հաջողություն չի ունեցել։ Օսմանլու լեզուն որ կա, Օսմանյան կայսրությունը, որը պայքարել է երկար ժամանակ 150 տարվա պատերազմ ունեցել անդադար, ասենք, Իրանի դեմ, Իրանը ֆարսի էին խոսում իրանց արքոնիկում։ Իրենց ամբողջ գրականությունը, բան, ասենք, իրանական է, то есть ազդեցությունը այդ ցիվիլիզացիոն կենտրոնի ռազմական գործի վրա է մեծ։ Երբ որ նայում ես բանը ինչ հաջողություններից ենք մենք զրկվել ականատես լինելու Իրանի, մենակ դրա պատճառով, որ բանը ինքը խաչմերուկում է գտնվել եւ մեզանից ավելի շատ բաների քոչվոր ցեղերի ոտնատակը հանգե, զարմանալի է, որ ինքը պահպանվել այս 2600 տարվա մեջ էլի, ուղղակի զարմանալի է։ Մենք տուպիկի պես հատված ենք եղել, Իրանով միշտ անցել են հյուսիսից անցնող, հարավից անցնող, հյուսիսից, ասենք, լեզգինները ու իրանցից հյուսիս խազար, կարճ ասած, սաղ հյուսիսը անցնում էր Իրանով, սաղ հարավը անցնում էր, ասենք, Իրանով, արևելքը անցնում էր Իրանով։ Մեր մոտ գալիս էին, ասենք, մնացորդային, ասենք, բանեն, ու խոսքի օրինակ արաբական արշավանքների ժամանակ մեր մոտ մի հատ խալիֆ նմուշի համար չեկավ, էլի, եկավ իր զորավարներից մեկի խոսքի հազարապետը։ Նույն ձևով Ալեքսանդր Մակեդոնացին Հայաստան չմտավ ոչ թե որ վախեցավ, լավ էլի,
ուրեմն բանը Monster Աքեմենյան, ասենք, Իրանից չվախեցավ, իսկ Հայաստան չէ, ուղղակի դրա կարիքը չկար, իր զորավարներից, նույնիսկ այն բաներին, Սելևկին կամ չգիտեմ ընդ Պտոլեմեին իրանց չուղարկեց, իրանց զորավարներից մեկի հազարապետի ուղարկեց։ Այ նույնը եղել է, ասենք, Իրանի հարցում, միշտ Իրանի վրա ասես բան են արել, մեր վրա մնացորդային ալիքներ ա եկել, որը մեր համար էլ ավելի կործանարար ստացվեց, քան Իրանի համար, որովհետև մենք չկարողացանք դառնանք կենտրոն։ Իդեպ մենք այդ ուղղության վրա կանգնել էինք դեռևս առաջի դար մեր թվարկությունից առաջ մենք այդ ճանապարհին կայնել էինք դառնայինք ցիվիլիզացիոն կենտրոն, գոնե հյուսիսի ժողովուրդների համար, ես նկատի ունեմ Վրաստան, այդ ժամանակ ասենք Իբերիա կամ Վիրք, Կովկասյան մյուս ժողովուրդներ, Մեսրոպ Մաշտոսն էլ այդ բանից սցենարից է, որ ինքը ասենք վրացիների համար եւ ալբանացիների համար բանագրել Բագրատունյաց, ասենք, թագավորները ավարական պետությունում դինաստիան Բագրատունյաց էտել այդ սցենարից է, ինքը ձգեց մի 1000 տարի քաշեց, որ մենք փորձում էինք, բայց մեր մոտ չստացվեց։ Իսկ Իրանի մոտ ստացվել է, լավ կլինի, որ Իրանը չկործանվի, որովհետև այդ քաղաքակրթության նման կենտրոնները շատ կարևոր են մարդկության զարգացման համար։ Հրամանատար, մեր օրեր գանք, մի ռազմաճակատից էլ խոսենք ռուս-ուկրաինական, մենք 15 րոպեն անցել ենք, եկեք հաջորդ կեսը, իմ բնակավարից դուրս ենք խոսում գրեթե հաջորդ կեսը խոսենք ռուս-ուկրաինականից։ Բայց իրանք կապված են, հարցս կապված է նաև Պարսկաստանի պատերազմի հետ։ Ուկրաինան խփում է խորը թիկունքներ, խփում է նավթի հետ կապված ենթակառուցվածքներին, երեք կամ առաջի օրը հասել են 2500 կիլոմետր խորության հարվածը, այդ ոնց որ ասում են ամենախորը հարվածն ա եղել։ Պարսկական պատերազմը իմ տպավորությամբ ուկրաինացիներին հուշեց իրացիոնալ պատասխաններին, այսինքն որ առաջին գիծը տեղափոխվում է ոչ թե մարտից, ոչ թե թիկունք, այլ խորը թիկունք, իսկ Պարսկաստանի դեպքում նաև 3-րդ եւ 4-րդ երկիր։ Այսինքն երբ Ամերիկան եւ Իսրայելը խփում էին Պարսկաստանին, Պարսկաստանը կրակում էր նաև մի 5-6 այլ պետությունների։ Կնցա իրացիոնալ պատետնու ինքը իրացիոնալ չի, բայց փոխված տրամաբանությամբ մարտական գործողություններ են։ Ռուսական փորձագետներն ասում են, որ Ուկրաինան այդպես է անում, որովհետեւ ինքը ունի լուրջ խնդիրներ առաջնագծում։ Այո, ոչ միայն առաջնագծում։ Չեմ կարծում, որ իրանք Իրանից ինչ-որ բան սովորեցին, չէ, դա վերցրեցին, իրանք Իրանի փորձը հաշվի առան, բայց որ իրանք մի քիչ ավելի վաղուց են փորձում ավելի խորը խփեն, հիշենք են ես որ ասում եմ փայլուն մարդիկ կան նեղանում են, էլի, ասենք պրոռուսական սիրահարները ոնց որ ասած, ես ոչ պրոռուսական եմ, ոչ պրոուկրաինական եմ, ես պրոթամարական եմ, էլի, ասենք, կնոջ սանունը Թամարա, բայց ինչ փայլուն օպերացիա արեցին, երբ որ այն ռմբակոծիչներին բան արեցին, շատ ավելի շուտ Սարդոստային գործողությունը եւ մեքենայի մեջ շատ լուրջ օպերացիա էր, FPV անօթաչում էր, ու ինչքան հեռու էր, ասենք առաջնագծից, հազարավոր կիլոմետր մտածված էր։ Այո, բացի դրանից պարբերաբար անօթաչումներ, ասենք, հայտնվում էին բան Իրանական փորձը հաշվի առնել իհարկե պետք էր իրանց, բայց իրանք արդեն ռոյեր, то есть մեծ հարված մեծականակ անօթաչումներով մշտապես փորձել են, մեծականակը սկզբից 20 էր, 30 էր, հիմա 100-ների է հասել, ու երբ որ Զելենսկին ասում էր, որ տարեկան պետք է բերենք դրան, որ ասենք 2 միլիոն, իսկ հետո 5 միլիոն, ասենք դրոն արտադրենք, Ռուսաստանի, ասենք փայլուն ուղեղները ծիծաղում են, հիմա այդ ծիծաղալու հետևանքներն են, էլի աշխատել էր։ Չեմ հասկանում, որ հոպը կամ ֆունդամենտալ փոխվելու է, այսինքն տրամաբանությունն է հոպի փոխվելու, կամ ինքը դառնալու է անիմաստ, որտեղ ոնց ես եմ հասկանում այսօր, երևի թե Մոսկվան պաշտպանող հոպը տրամաբանորեն պիտի լինի աշխարհի ամենաուժեղ համակարգերից մեկը, մոլորակի վրա եղած։ Բայց կներեք այդ քանակներով, սիրելի ռադիոլսողներ, այսինքն ինչա տեղի ունենում, ես փորձեմ 2 բառով բացատրեմ։ Դուրս է գալիս 500 անօթաչու, որից նշանակետին հասնում է 15-ը։ Բայց այդ թեկուզ 5-ը, բայց այդ 500-ը սպառում են
հոպի ամբողջ ռեսուրսները, այսինքն տեխնիկապես անհնարին է դառնում 500 թռչող օբյեկտից պաշտպանել ինչ որ մի տարածք, այդ 500 օբյեկտն էլ հոպի հետ համեմատ կոպեկներ արժեն, այսինքն ինքնարժեքների կտրուկ տարբերություն կա խոցող միջոցների եւ եկող վտանգի։ Այս տեխնոլոգիաները զարգանալու հետ միասին տեղի ունեցավ լուրջ փոփոխություն ուրիշ տեղ։ Հակա մարտության մեջ ավիացիա եւ հոպ։ Եթե առաջներում ասենք հոպը պայմանական RPG 7-ի դեր էր խաղում, ասենք ինքնաթիռի դեմ, որը պայմանական տանկ է, ասենք, եւ դու մի քանի $100 սարքով խփում էիր, ասենք, մի քանի միլիոն արժողությամբ սարք, հիմա փոխվել է, որտեղ տեխնոլոգիաները թույլ տվեցին շատ խորը հատվածներում հայտնվել եւ խոցել էժան սարքով թանգանոց օբյեկտներ։ Ընդհանրապես սպեցնազը զորքը որպես տեսակ ինչով էր ինքը հզոր, եթե ինքը իրական սպեցնազա, ոչ թե հաստավից, հաստաթև, դե ամենայն հարգանքով բառը դաժե չեմ ուզում ասեմ, էլի, երբ որ ծալքերը քիչ է, մկանները շատ, դա սպեցնազ չի, դա չգիտեմ, ոստիկանական, եսի ինչեր են, то есть բանա, միլիցիա են, էլի, ասենք, կապ չունի, իրանք բանակում են, թե որտեղ են, թե հենց ոստիկանությունում են։ Իրական սպեցնազը դա խորը հետախուզություն, ակտիվ հետախուզություն է խորքում։ Ինչով է ինքը, ասենք, հզոր, որովհետև ինքը հայտնվում այնտեղ, որտեղ չկա ռազմական ոստիկանության պիկետներ, որտեղ ադմինիստրատիվ ոստիկանական ռեժիմը բավականին թույլ է, որտեղ առաջնագծից տասնյակ հարյուրավոր կիլոմետրեր հեռու ես, դու գալիս ես ոնց որ բանա Ժենսկի общагայում, ասենք գալոդնի ստուդենտ է, էլի ինչ ուզում ես արա, էլի, այնքան որ նուրբ արա, որ բանա չասեն աստե, բայց դե սպեցնաց խումբ է բանանում ու ասենք մի 500 հոգի բերեն ու քո 5 հոգու դեմ ասենք պայքարելու բնականա այդտեղ արդեն դու կարվես, որտեղ էլի կհայտնվես ռազմաճակատին մոտ այդ տարածքում, երբ որ սպեցնաց խումբը անցնելուց ինքը վտանգված է դաշտային հետախույզներից ավելի շատ է վտանգված, որտեղ իրանց համար դե առօրյա է միշտ գնալ գալը, իսկ իրանք ասենց կյանքի գնով են այդտեղ անցնում ու եթե անցնում են, պետք է այնքան մեթան, որ всё ռազմական դաժե շունչը չլինի ու իրանք այնտեղ պրաստոր է։ Եվ սովորական, ասենք, մի հատ ատվյորկով կարում ես գնացքի բան անես, մի քանի տասնյակ միլիոն բեռով վնաստաս այդ գնացքը ընկնի ձորը, մի քանի բան 100 գրամ պայթուցիկը ճիշտ տեղում բան անելով, էլի գնացքը ձորը անես կամ պասաժիրսկի կամ բեռնատար ինքնաթիռ անես անես, որ բանա գմփա նավզլյոցի, то есть ինչ ասես կարաս անես, ինչ ասես։ Հիմա այդ նույնը ինչ ասես անում, հիմա այդ ինչ ասեսը անում է էժան դրոնը, մի քանի $1000 դրոնը, որը որ գնում հասնում է ստուդենտ в общаге женской ու բանա ամեն ինչ կարա անի, որովհետև բենզին արտադրող գործարանը իր շուրջ ոչ մի օդային պաշտպանություն բնականա չունի, խորը թիկունքում էլի 2500 կիլոմետր, հա։ Բոլոր ուղղություններից 1000 կիլոմետրով սահմանից հեռու, իր ինչին է պետք էլի ասենք։ Ինքը կարա վնաստա ոչ միայն տնտեսական, այլ ռազմական օբյեկտներին, այդ նույն ինքնաթիռների բանը պատմությունը հիշենք։ Կարճ ասած, բավականին լուրջ բաներ, փոփոխություններ ամացրել։ Ուղղակի ստե մի հատ պահ կա, էլի մենք ռոպագանդայի զոհ ենք դառնում ու շատ մարդիկ, ովքեր որ ասենք Ռուսաստանին մի քիչ թարս են նայում, հասկանալի պատճառներով, որտեղ Ռուսաստանը գիտենք ի վիճակի չեղավ իր վրա վերցրած բեռը պայի, արդյունքում դա իր ոտին չընկավ, ընկավ մեր գլխին։ Դե ու այտենց ապուշին, որը որ այդ բեռը վերցրեց ու մեզ կործանարար հարվածի տակ գցեց, բնականա լիքը մարդ կա, որ շատ վատ է վերաբերվում։ Սիրելու բան չկա, սենց ասեմ։ Այո, հա։ Եվ բանը ասում են, ահա Ռուսաստանը կռվում է, ոչ, Ռուսաստանը դրանից չի կռվում, որովհետև երբ որ ասենք 50 կիլոնոց պայթուցիկը գնում է, ասենք 1000 կիլոմետրի վրա ինչ որ վնաս է տալի, պետք չի մոռանալ, որ այդ ժամանակ մի տոննանոց հրթիռ եթում է Կիևի ուղղության վրա, 50 կիլո եւ մի տոննա։
իր վնասների համադրելի չի, էլի ոչ մի դեպքում։ Ռուսական բաներն էլ ասենք շատ ավելի հզոր ասենք ալիքներ են կարողանում ճեղքեն հակաօդային պաշտպանությունը ուկրաինական եւ շատ ավելի լուրջ վնասներ հասցնեն։ Այն վնասները, որ հիմա ասենք ի պատասխան կամ ի պատասխան չէ պլանավորված, այն վնասները, որ Ռուսաստանը մշտապես բանա sense համադրելով անօթաչուն եւ հրթիռները տարբեր կլասի հրթիռներով երբ որ հարվածում է Ուկրաինային, այդ ամեն ալիքի դեմ Ուկրաինան պետք է հետո տասնյակ տարիներ վերականգնողականով զբաղվի ու հսկայական То есть Ուկրաինան հավերժ դարավ բան ուրիշի երկիր դարավ ինքը էլ ուկրաինացիների երկիր չէ ես մի հատ օրինակ եմ ուզում ձեզ բերեմ Պարագվայը միջև հիմա օրս խելքի չի եկել որովհետև ժամանակին 19-րդ դարում պատերազմի մեջ մտավ ամբողջ հարավային Ամերիկայի հետ բոլոր պետությունների հետ ամբիցիաներ ուներ հասկանալի ասենք ամբիցիաներ ուներ որովհետև ինքը փոքր քանակ բանակ ունենալով ջախջախեց էս հարևանին այն մյուս հարևանին եւ արդյունքում իրանք բոլորը բլոկ կազմեցին Պարագվայի դեմ եւ Պարագվայը միջև օրս ուշքի չի գալի իրանց տղամարդկանց տոկոսը այդ վերարտադրվող տարիքի 12 թե 14% էր մնացել առողջ կամ ասենք ողջ եւ այդ հարվածից մինչեւ որս արդեն երևի 150 տարի է խելքի չի գալի Պարագվայը այ Ուկրաինան էլ ինքը երկար տարիներ տասնյակ հարյուրավոր տարիներով Ուկրաինա էլ որպես պետություն չի լինել ու այդ հրթիռների հարվածն է թե դրա ինչն է կրել ես լավ չեմ հասկանում էլ են որ ասում են Ուկրաինան կրում է բանա դու պետք է հակառակորդին հարված հասցնես հարված չստանալով այտենց կործանարար կարճ ասած ռոպագանդայի զոհ մի եղեք էլի հայր ջան տրեզվի նայեք մի քիչ ստապ ու տեսնեք որ համադրելի չի իրանց հարվածները արչի հարվածն չէ որ մենք այդտեղ կողմ ունենք մեկը մեր բարեկամն է բայց բանը այս անտիպատիան որը որ բավականին ուժ առաջացել է եւ հզորացել է ռուսների նաեւ շնորհքով այդ անտիպատիան մեզ կուրացնում է մենք կողմ ենք հաճախ բռնում չտեսնելով որ դա այդպես չի այդպես չի հզորով չի գոյություն ունի անալիզ այդ անալիզը անում ես ու հասկանում ես որ Ուկրաինան վերջանում է ուղղակի վերջանում է հիմա Իրանի գլխին են նման բան սարքում եթե Իրանը որպես ցիվիլիզացիոն կենտրոն վերջանա կամ որպես պետություն վերջանա դա մեր համար լուրջ խնդրեմ է խնդրեմ էդի ես չգիտեմ դա ինչա դարձնելու շատ լուրջ խնդրեմ է որովհետև Իրանը զսպող է 100% ասենք թուրքական էս թուրանական ընդհանուր պետության ձևավորվելու Իրանը զսպող է ոչ միայն ռազմական ուժով այլ նաև իր ցիվիլիզացիոն կենտրոն լինելով Միջին Ասիայում միջև օրս ասենք այդ ում հետ ուզում է Էրդողանը մի պետություն դարձնի Թուրքիան միջև հիմա Իրանով տարված են ես չեմ մոռանա ասենք երբեք ինչ հիացմունքով էին մի հատ Իրանի հետ իրանցու հետ խոսում 92 թվականին Высшая Комсомольская школа то есть կոմունիստների ժառանգներ իրանացու հետ էին խոսում բան իրանական պոեզիայից բանից էս հիացմունքով էլի ասենց որովհետև այս մարդը ասենք այն ինչը իրանք սովորել են եւ հիացած են իր համար դա առօրյա է դա իր կենցաղն է իրանց համար մշակույթ այո իսկ իրանց համար կենցաղը ու ասենց то есть ազդեցությունը Իրանի այս տարածքում հələ շատ երկար է լինելու ու այդ ամեն ինչը սկրեպերը ցեմենտի դեր խաղացող իսկ մշակույթը միշտ էլ ցեմենտ է դեր է խաղում եւ ինքը թույլ չի տալի նաեւ մարդիկ իրար բողաս կրծեն մանավանդ այտենց բավականին լուրջ մարդակենտրոն բանը Իրան այն մշակույթը որ ստեղծել է եթե մուսուլմանական բան վերևից շերտը որ մի քիչ մաքրես կամ տակը նայես ինքը մարդակենտրոն էր մարդուն սիրող էր անգամ աստվածապաշտությունը մարդակենտրոն էր իրանական ինքը դրա համար էր Հունաստանի համար sense կտրուկ հակառակորդ որտեղ Հունաստանը լրիվ ուրիշ ճանապարհով էր գալու
Սիրելի ռադիոլսողներ, մեզ հատկացված եթերաժամանակը ավարտին մոտեցավ, դուք հետախույզի օրագիրն եք լսում, հոպի մասին խոսակցությունը իրականում ես իզուր չբացեցի, ուզում եմ ոչ մեկին չեմ ուզում վախացնել, ոչ մեկին չեմ ուզում վախացնեմ հրամանատար, բայց եթե ռուսները Մոսկվան չեն կարում պահեն հոպից հակառակորդի, մենք հույս չունենանք, էլի ամենայն հարգանքով եւ ռուսական հոբզորքերին եւ հայկական հոբզորքերին։ Արի 2 րոպե վсё-таки ասեմ, էլի։ Իսրայելում արդեն մի քանի տարի է մի զենքի տեսակ է հոպին միացել։ Հոպը դա բազմաշերտ բան է, էլի, որը որ այդ էժան դրոներին կարողանում է խոցի եւ նաեւ դրանով է բացատրվում, որ այն Հեզբոլլայի ալիքները ուղարկված գրեթե ոչ մեկ ներս չմտավ, սահմանամերձ տարածքներում ինչ որ բաներ կարողացան անել, դա լազերային, ասենք, համակարգերներ, որը որ լուրջ ինքնաթիռի վրա չի կարող ազդի, ինքնաթիռի արագություններն է շատ մեծ, որ իր վրա ճառագայթը երկար ժամանակ պահես, բացի դրանից ինքը շատ ավելի բարձր է թռնում։ Իսկ բանը մի քանի տասնյակ կամ 100 մետրի վրա գնացող դրոնին լազերը կարողանում է խոցի։ Եվ լուծումներից մեկը նաև լազերն է, որ ավելացնես հոբ համակարգին եւ ինքը ցածր թռնող այն մյուս բաների համար մի քիչ էլ ասենք այդ ապուշ վիճակը չլինի, էլի, ասենք միլիոնանոց ռակետով խփես 10,000-անոց դրոնով խոցես, իսկ լազերը ընդ հոսանքի կիլովատի արժեք է, էլի, խոսքի օրինակ 100,000 դրամի հոսանք ծախսեցիր մի հատ դրոն տապալես, որը դրանից թանկ է, որը դրանից շատ ավելի թանկ է։ Նման տեխնոլոգիաներն է բան անելու, հոպը ուժեղացնելու եւ զարգացնելու։ Հիմա ամերիկյան եւ ռուսական ավելի շուտ եմ լսել, բանա էլեկտրոմագնիսական, բանա իմպուլսներով նաեւ դրոնների դեմ բաներ։ Չէ, ռելսատրոնը դա հոսանքով թնդանոթի գործանելն է։ Այո։ Էդի գաուֆի, թե գաուսի պուշկենա, որը որ բանա ինդուկցիոն բանով մետաղից բանը չէ, ստեղ ուրիշ է, իմպուլսային էլեկտրոմագնիսական խփումա եւ էլեկտրոնիկան է հանգցնում։ Ինքը տենց մի կետով ռադիոէլեկտրոնային պայքարի։ Հա, այդ բաները իրանք իհարկե վտանգավոր են հենց նույն աշխատողների համար, որտեղ նմանատիպ մեքենաների վրա տեղադրած սարքերը Իրաքում, որ օգտագործվում էին մարդկանց ցրելու համար, այդ էկիպաժներին սաղին ինվալիդացրեց, կան, ասենք, համացանցում ռոլիկներ, որտեղ ասենց դեմքը ծռված, ինսուլտնիկի տպավորություն թողող մարդիկ, ասենք, ջայլ տղեկ են, ասենք, մի 30 տարեկան, որ այդ բաների վրա աշխատողներ են եղել։ Բայց դե տեխնոլոգիաները զարգանում է, բան, եւ Ամերիկայում համենայն դեպս լսել եմ, որ նման զենք արդեն բանա փորձարկումների մեջ է, իսկ ռուսական նմանատիպ զենք դեռևս 2001 թե 2 թվին էր իմ տեսադաշտում հայտնվել, բայց քանի որ իրանք բանա վայրի կապիտալիզմով տարված ժողովուրդ են, իրենք երևի այդ ծրագրի վրա փող այդքան չդրեցին, որ դրա արդյունքը մենք հիմա տեսնենք, որովհետև եթե ժամանակին իրանք դա զարգացնեին, հիմա այդ անոթ ուրիշ տեսակ կլիներ, այո, կարող է այդքան չճղեն իրանց ֆրոնտը։ Այսքանը, սիրելի ռադիոլսողներ, հետախույզի օրագիրներ, Վովա Վարդանովի հեղինակային հաղորդաշարը Դավիթ Խումարյանն էր, երկրորդ խոսափողի մոտ կհանդիպենք։